The end goal is obviously not. Ֆլորիդայում հանդիպել են ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները։ Մի քանի ժամ տևած բանակցությունները կենտրոնացած էր հակամարտության դադարեցման ուղիների, տնտեսական եւ անվտանգության հարցերի երկարաժամկետ լուծումների, Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հեռանկարների եւ տարածքային հարցերի վրա։ Քննարկումների ընթացքում խոսվել է նաեւ Կիևի անվտանգության երաշխիքների մասին։ Ուկրաինան չի հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, այն ամրագրված է երկրի սահմանադրությամբ, իսկ դրա փոփոխությունը հանուն խաղաղության համաձայնագրի կնքման վատ նախադեպ է, ասել են ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները։ Բանակցային գործընթացը տեղի է ունենում ուկրաինական պատվիրակության կազմի կտրուկ փոփոխությունների ֆոնին։ Այն Ֆլորիդայում գլխավորում է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։ Նա փոխարինել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, որը օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել երկրում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական են եղել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Նրա խոսքով ԱՄՆ-ն լավատեսորեն է տրամադրված խաղաղ կարգավորման հարցում։ Հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները կմեկնեն Մոսկվա։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խաղաղության հարցում իրենք լավ ցուցանիշներ են գրանցել եւ հնարավոր է, որ շուտով հակամարտությունը դադարի։